Ես պարզապես շոկի մեջ եմ Հայաստանի գներից։ Համացանցում աչքով ես ընկնում մի աղջկա տեսահոլովակ, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչ արժեն մրգերն ու հատապտուղները Երևան City-ում։ Մի հատ դիտենք, հա։ Սասում չէ, что вы поняли։ City-ում գներն եմ նայում մրգերի, երեխեք ու երևում է 5000 քանի 100 դրամ, ուզում եմ այս քանակը տենակ, այս ինչ է։ Կիլոն 46700 լավ է, սա խեչ։ Երեխեք, այս գինը տենում եք։ Լավ է տենում։ 400 թիզի համար։ Որ էսա մի ամսից թափածարնելու պոլերին ես մեր մոտ։ Ու ես ամեն ինչի մեջ ամենա նորմալ տեսքը որ ուներ որ արժեր, իրան այդքան տալ, այս երկու հատ դեղցնա, որը 6000 դրամ արժի, երեխեք։ Կուտա կայցից նաշմիր ու ամենահետաքրքիր երեխեք, այն ֆրուկտը, որը որ մեր մոտ չի աճում, չկա, էդի բերում են դրսից, դրակոնի ֆրուկտ, 2500 դրամ, իդեալն է պրոստը։ Ասենք, որ շոկային է, ու այս տեսանյութն ինձ այնքան էր զարմացրել, որ ես որոշել եմ այս նույն մթերքների գները համեմատել Շվեյցարիայում վաճառվող նույն մթերքների գների հետ, ու անկեղծ լինելու համար ասեմ, որ վիդեոն տեղադրվել է 2 ամիս առաջ, եւ առաջին հերթին կարող է շփոթմունք առաջանալ, հա, բայց Եվրոպայում ապրողները գիտեն, որ եվրոպական սուպերմարկետներում մրգերի եւ հատապտուղների գները հիմնականում տարվա մեջ չեն փոխվում, իսկ եթե փոխվում են, ապա չնչին։ Այդ նույն խնձորը, խաղողը ու հապալասը ամբողջ տարի նույն գին ունեն։ Մի հատ կոմենտների մեջ գրեք այդպես է թե ոչ։ Բայց որպեսզի հեռու մնամ մեղադրանքներից, համեմատում եմ հենց Շվեյցարիայի հետ, որտեղ գները ամբողջ Եվրոպայում ամենաբարձրն են։ Չասեք էլի գնաց ու Իսպանիայի ու Բուլղարիայի հետ համեմատեց, հա։ Ուրեմն սկսենք։ Համեմատում ենք Շվեյցարիայի միկրո սուպերմարկետների գների հետ։ Դուք էլ հետո կարող եք այդ թվերին ծանոթանալ իրենց պաշտոնական կայքում։ Միգրոսը հայտնի սուպերմարկետների ցանց է, ոնց որ Carrefour-ը, Lidl-ը կամ Երևան City-ն Երևանում։ Ու սկսենք ազնվամորուց։ Ուրեմն Հայաստանում 100 գրամից փոքրիչ ավելը արժի 5200 դրամ, իսկ 1 կիլոգրամի համար 46700 եվրո դրամ պետք է վճարեք։ Դուք էլ նայեք, թե ինչ գին է Շվեյցարիայում։ Եթե շվեյցարական ֆրանկից թարգմանենք հայկական դրամի, ապա 250 գրամանոց սովորական ազնվամորին կարելի է ձեռք բերել 2200 դրամով, բիոյի համար կվճարեք 3549 դրամ։ Ու 1 կիլոգրամը դառնում է ոչ թե 46700, այլ 8800 դրամ։ Հիմա գնացինք թզի հետևից։ Ուրեմն 5 հատ թուզը կես կիլոգրամ չափով Շվեյցարիայում արժե 2519 դրամ, Հայաստանի 4820-ի դիմաց։ Անցնենք դեղցին, 2 հատը Հայաստանում արժի 6000 դրամ, իսկ ամենաթանկը Շվեյցարիայում 1 կիլոգրամի համար դու պետք է վճարես 2700 դրամ։ Եվրոպայում ապրողները կհասկանան, որ նման գներ այստեղ սովորական սուպերմարկետներում չկան, անգամ հատուկ մասնագիտացված խանութներում եք չեք գտնի, իսկ հիշեցնեմ Երևան City-ն համարվում է միջին գնային քաղաքականություն վարող սուպերմարկետ, այլ ոչ թե ինչ-որ էլիտար կամ բիո։ Ինձ մենակ մի հարց է մնում, ինչու Հայաստանում գները եվրոպական ամենաթանկ երկրների սուպերմարկետների գներից 4 անգամ թանկ են։ Լավ, դուք էլ կասեք, ինչ ես կպել, այդ գները եղել են 2 ամիս առաջ, հիմա գներն են լրիվ այլ են։ Այո, փոխվել է, բայց էլի ոչ շատ։ Օրինակ 1 կիլոգրամ հայկական մալինան ազնվամորին այժմ կարելի է գնել 5000 դրամով։ Այո, այս դեպքում գները շվեյցարականից ցածր են, բայց 5000 դրամ 1 կիլոգրամ հայկական ազնվամորու համար մի տեսակ շատ անազնիվ չէ։ Լավ, նայենք, թե ինչ արժի նաև ելակը Հայաստանում, համարյա 20 եվրո։ Գիտեք, չէ, Գերմանիայում այս պահին ելակի գինը տատանվում է 7-ից 12 եվրո։ Նույն պատմությունը խաղողի դեպքում Գերմանիայում 1 կիլոգրամ խաղողն ամենաշատը կարող է 5-6 եվրո արժենալ, իսկ City-ում 15 եվրոյի կարգին է։ Հիշեցնենք, որ այս ամենը խաղողի երկիր Հայաստանում է։ Ձերքի հետ էլ ուսումնասիրել եմ մսի գները։ Ինչ են ասում Հայաստանում։ 4200, 5200, 7500 տավարի մսի տարբեր հատվածների ու տեսակների գներն են, որոնք շարունակում են աճել։ Հատվածներ էլ կան, որոնց 1 կիլոգրամի արժեքը արդեն հասնում է 8500 դրամի։ Շուկայում ասում են միսը քիչ է, դրա համար էլ թանկ է։ Ստանում ենք սպանդանոցից, սպանդանոցին զակազը տալիս ենք,
իրանք է գյուղացիքից են վերցնում։ Լավ, եկեք հիմա էլ համեմատենք մսի գները գերմանական Rewe խանութի գների հետ։ Ով գիտի, Rewe-ից օգտվում են միջին եւ բարձր գնողունակություն ունեցող մարդիկ, այսինքն այս գները ամեն դեպքում Գերմանիայում ամենաբարձրն են։ Տեսեք, տավարի ոսկորոտ միսը մինչև 15 եվրո, հորթի փափուկ միսը 18 եվրոյի կարգի է, իսկ խոզի եւ տավարի աղացած միսը մինչև 10 եվրո արժե։ Բնականաբար Գերմանիայում կարող ես գտնել նաև վայրի ցուլի միս եւ շատ ավելի թանկարժեք մսի տեսակներ, բայց 1 կիլոգրամ միսը միջինում Գերմանիայում արժի 15 եվրո եւ այդ թվից չի անցնում։ Այսինքն փաստացի Հայաստանի եւ Գերմանիայի միջև մսի գները նույնն են։ Եթե դու Գերմանիայում կարող ես էժան միս գտնել, Հայաստանում ոչ, քանի որ չկա մեզ մոտի նման կատեգորիաներ, բիո եւ այլն, բոլոր մսերը իրենց կատեգորիաներով վաճառվում են միևնույն գնով։ Լավ, բա դե պատճառը ինչ է։ Ոլորտի մասնագետների գնահատմամբ տավարի մսի ինքնարժեքն այսօր զգալիորեն բարձրացել, շուկա հասնող մսի քանակն էլ նկատելիորեն նվազել է։ Արդյունքում առաջարկ-պահանջարկ օրենքն է գործում, գներն աճում են։ Մասնագետների խոսքով անասնապահությամբ չզբաղվելու հիմնական պատճառներից մեկը կաթի մթերման խնդիրն է։ Նրանք նշում են, որ մթերող կազմակերպությունների առաջարկած գները հաճախ չեն արդարացնում ֆերմերների ծախսերը, ինչի հետևանքով շատ տնտեսություններ հրաժարվում են կով պահելուց կամ կրճատում են անասնագլխաքանակը։ Դրան գումարվում է նաև անասնակերի թանկացումը։ Եթե նախկինում ֆերմերները կարողանում էին համեմատաբար մատչելի կերով ապահովել անասուններին, ապա այժմ ծախսերը զգալիորեն աճել են։ Մասնագետները մեկ այլ կարևոր հանգամանք են առանձնացնում։ Վերջին տարիներին կրճատվել են ցանքատարածությունները, այդ թվում կերային մշակաբույսերի։ Արդյունքում անասնակերի արտադրությունը նվազել է, իսկ գները բարձրացել։ Հիշատակված խնդիրներին ավելացել են նաև կենդանիների տարբեր հիվանդությունները, որոնք վերջին տարիներին ազդել են անասնագլխաքանակի վրա։ Դրանց հետևանքով կրճատվել է հատկապես մանր ու միջին տնտեսություններում պահվող անասունների քանակը։ Այնինչ 2025 թվականին էկոնոմիկայի նախարարը հակառակն էր պնդում։ Անասնաբուծության մեջ, եթե նկատում եք, տեսեք, ուրեմն մսի արտադրությունը ավելացել է 7.3%-ով 25-ին 24-ի նկատմամբ, ուրեմն կովերի միջին կատնատվությունը 25 թվականին շատ ավելի բարձր է եղել, քան 24 թվականին։ Ինչ շատ զարմանալի է, թե ոնց կարող է Հայաստանում, որտեղ կյանքի մակարդակը շատ ավելի ցածր է եվրոպական երկրներից, ունենա նման գնային քաղաքականություն։ Մի տեսակ Հայաստանն ապրում է տնտեսական բոլոր օրենքներից դուրս։ Կարևոր մեսիջը այն է, որ մթերքների գները շարունակում են աճել ու 2026 թվականին գնաճը հասել է 9.5%-ի, բայց կարևոր տարբերություն կա եւ Եվրոպայի շատ երկրներում աշխատավարձերը զգալիորեն բարձր են, ուստի նույնիսկ եթե որոշ ապրանքներ նույն գինը ունեն, մարդկանց գնողունակությունն ավելի մեծ է։ Ու տնտեսագետները նշում են, որ գները պետք է համեմատել նաեւ եկամուտների հետ, ոչ միայն թվերով, այսինքն խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանում գները բարձր են, այլ այն, որ եկամուտներն այդ նույն տեմպով չեն աճում եւ հենց դա պատճառով կյանքի թանկությունը շատ ավելի է զգացվում։ Դուք էլ գրեք ձեր կարծիքը եւ մենք կհանդիպենք ապագայում։